Եվրամիության չափանիշները կմտնեն հայկական շուկա ու կխթանեն շուտով, ասում է Գունար Վիգանդը։ Խոսքը վերացական փաստաթղթի ու տարիներ ձգձգվող ժամանակահատվածի մասին չէ։ Բանակցությունները նույնիսկ առաջ են ընկել նախատեսված ժամկետից։ Մինչև նոյեմբեր ասոցիացման համաձայնագիրը կնախաստորագրվի, իսկ մյուս տարվա սկզբին արդեն կստորագրվի ու կսկսի կիրառվել գործնականում։ Եվրոպայի շունչը կզգան եւ գործարարները եւ սպառողները, ասում է փոխարտգործնախարարը։ Մինչև բանակցությունների ավարտական փուլին հասնելը մեծ աշխատանք է կատարվել։ Բարեփոխվել են քաղծառայության, դատաիրավական ոլորտները, կարգավորվել այլընտրանքային ծառայության ու մտավոր սեփականության դաշտերը։ Ասոցիացիոն պայմանագիրը իր ուրեմն բազմազանությունը ոլորտների, որը մենք ներառում ենք մեր համագործակցության մեջ, վերաբերվել է մեր կյանքի փաստորեն յուրաքանչյուր ոլորտի։ Մեր հարաբերությունները հիմնվում են համընդհանուր արժեքների վրա։ Սա հավակնոտ նախաձեռնություն է, որն արտահայտում է Հայաստանի կառավարության կամքն ու հանրության լայն շրջանակների օժանդակությունը, ասում է Վիգանդը։ Ժամանակի հարց է, շուտով ասոցիացման համաձայնագիրը կներկայացվի ազգային ժողովի հաստատմանը։ Եվրոպացի պաշտոնյան այս օրերին հանդիպում է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ։ Բարեփոխումների ֆինանսական բաղադրիչը եւս հստակ է, ասում է փոխարտգործնախարարը։ Բարեփոխումների ֆինանսական մասը ապահովում է մեր ներքին բյուջեով եւ նաեւ համագործակցությամբ այն ինստիտուտների հետ, որոնք մեր գործընկերներն են եղել նման հարցեր։ Հայաստանը եւ Եվրոմիությունը ունեն իրենց համագործակցության մեջ ունեն շատ կարեւոր համագործակցության ֆինանսական բաղկացուցիչ, ազգային ինդիկատիվ ծրագիր, որով մենք ունենք ֆինանսական հատկացումներ տարբեր բարեփոխումների, տարբեր գործընթացների համար։ Վիլնյուսի գագաթնաժողովին մոտենում ենք աշխատանքները ավարտին հասցրած, ասում է Զոհրաբ Մնացականյանը։ Նախաստորագրվելուց հետո փաստաթուղթը կթարգմանեն 23 լեզուներով ու կփոխանցեն Եվրամիության անդամ երկրներին։ Աննա Բալյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։